Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Բանակցություններին Հայաստանից ներկա են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներն արժանացել են Զայեդ մրցանակի։ Նրանց մրցանակը շնորհվել է ի նշան Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության, երկխոսության հարաբերությունների կարգավորման եւ հակամարտության դադարեցման։ Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել լրագրող Սյուզի Բադոյանի հրապարակած սկանդալային տեսանյութը, որտեղ քաղաքացուն բռնության են ենթարկում, հայհոյանքներ հնչեցնում։ Ըստ լրագրողի աղբյուրների, տեսանյութում խոշտանգվող տղամարդը ենթադրյալ հանցագործի հարազատն է։ Նրան բռնության են ենթարկել, որպեսզի կասկածյալը ներկայանա իրավապահներին։ Սյուզի Բադոյանը հայտնել է, որ ըստ իրեն փոխանցված տեղեկությունների, խոշտանգումն իրականացվել է ոստիկանության Երևանի վարչության պետ Հայկ Հարությունյանի գիտությամբ եւ բաժիներից մեկի պետ Ռազմիկ Գասպարյանի թողտվությամբ։ Իսկ ցուցմունքը խոշտանգման եղանակով կորձել է քրեական օպերլիազոր Հայկ Հակոբյանը։ Միջադեպի վերաբերյալ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ անձին բռնության իրականացրած եւ հայհոյանքներ հնչեցրած ոստիկանի լիազորությունները կասեցվել են։ Ներքին գործերի նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ նշանակվել է ծառայողական քննություն եւ առերևույթ հանցագործության վերաբերյալ արդեն տրվել է հաղորդում։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանը, որը գտնվում է տնային կալանքի տակ, առողջական խնդիրների պատճառով այցելել է բժշկական հաստատություն։ Ինչպես հայտնել է նրա պաշտպան Արմեն Ֆերոյանը, բարերարը շարունակում է կորոնավիրուսային վարակի եւ թոքաբորբի հետևանքների դեմ ուղղված վերականգնողական բուժումը։ Ներկայումս նա անցնում է անհրաժեշտ թերապևտիկ կուրս եւ գտնվում է ակտիվ ապակինման փուլում։ Թրամփի վարչակազմը համաձայնել է բանակցությունները Թուրքիայից տեղափոխել Օման։ Նախատեսված է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև միջուկային քննարկումները տեղի կունենան ուրբաթ օրը, հայտնել է Axios պարբերականը։ Նախորդին Իրանը պահանջել էր փոխել ԱՄՆ-ի հետ հանդիպման վայրն ու ձևաչափը, ցանկանալով, որ դրանք տեղի ունենան Օմանում։ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ իրենք տարբեր գործողություններ են կատարել եւ այժմ իրանական կողմի հետ ակտիվ բանակցային փուլում են։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հայտնել է, որ Միացյալ Նահանգների ղեկավարն Իրանի հարցում քննարկում է շատ տարբերակներ, որոնցից մեկը ռազմական ուժի կիրառումն է։ Բանակցությունների կմեկնի ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Այս ամենի ֆոնին Թեհրանի երկնքում առաջին անգամ նկատվել են Ռուսաստանից գնված MiG-28N գիշերային որսորդ հարվածային ուղղաթիռները։ Միացյալ Նահանգների եւ Կոլումբիայի նախագահները հանդիպել են Սպիտակ տանը։ Սա երկու առաջնորդների առաջին առերես հանդիպումն էր լարված հարաբերությունների եւ փոխադարձ վիրավորանքների ֆոնին։ Գուստավո Պետրոն հայտնել է, որ Թրամփին է տվել երկրից դուրս բնակվող խոշոր թմրավաճառների ցուցակը։ Հանցագործները բնակվում են Մայամիում, Մադրիդում եւ Դուբայում։ Պետրոն կոչ է արել ԱՄՆ-ին համատեղ հետապնդել այս պարագլուխներին եւ սառեցնել նրանց ֆինանսական միջոցները։ Nieta, yerna, nuera. Չնայած երկու առաջնորդների միջև ավելի վաղ տեղի ունեցած կոշտ հռետորաբանությանը, հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում։ Գուստավո Պետրոն շեշտել է, որ իր կյանքի 15 տարին նվիրել է նարկոմաֆիայի դեմ պայքարին։ Կոլումբիայի սենատի 35%-ը բանտում է հենց իր բացահայտումների շնորհիվ, նշել է Պետրոն։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը հաստատել է, Թրամփը շատ դրական է տրամադրված եղել։ Նախագահները քննարկել են նաև այլ հարցեր, այդ թվում պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։ Լիբիայում սպանվել է նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդին Սեյֆ Ալ-Իսլամ Քադաֆին։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ 53-ամյա Սեյֆի մահվան մասին լուրերը հաստատել է նրա քաղաքական թիմի ղեկավարը։ Կրտսեր Քադաֆիի սպանության վերաբերյալ տարբեր փաստեր են պտտվում։ Նրա փաստաբանը հայտնել է, որ 4 հոգուց բաղկացած հրամանատարական խումբը հարձակում է իրականացրել Սեյֆի Զինտան քաղաքում գտնվող տան վրա ու մահափորձ իրականացրել։ Թե ով է հարձակումը ծրագրել, սակայն դեռևս հայտնի չէ։ Միևնույն ժամանակ Սեյֆ Քադաֆիի քույրը հայտնել է, թե եղբայրը մահացել է Լիբիայի եւ Ալժիրի սահմանի մոտ։ Քադաֆին գերի է ընկել եւ բանտարկվել Զինտանում 2011 թվականին։ Տրիպոլիի գրավումից հետո Քադաֆին փորձել է փախչել հարավաֆրիկյան ուժայիններից, սակայն մնացել է գերի։ 2017 թվականին համաներմամբ ազատ է արձակվել, մինչ օրս բնակվում էր Զինտանում, չզբաղեցնելով ոչ մի քաղաքական պաշտոն։